Հոկտեմբերի 26-ին ժամը 2:40-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները գիշերային ծառայության ընթացքում մայրաքաղաքի հյուրանոցային համալիրներից մեկի մոտից գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին Քրիստինե Հարությունյանին։ Ըստ նախաքննության նախնական տվյալների, կասկածյալը ժամը 1-ի սահմաններում Խորենացու փողոցում գտնվող հյուրանոցային համալիրներից մեկում մի քաղաքացուց գաղտնի հափշտակել էր 100,000 դրամ եւ 59,000 ռուբլի ու դիմել փախուստի։ Օպերատիվ բացատրական աշխատանքի արդյունքում Հարությունյանը շուտով խոստովանական բացատրություն տվեց։ Կանգնած եմ եղել Չարենցի փողոցի կանգառում, ինձ մոտիկացել է մի անծանոթ տղամարդ եւ ինձ առաջարկեց գումար, ասեց գինդ ինչքան է, ասի 10,000 դրամ։ Հյուրանոցում այդ մարդը քնավ։ Դրանից հետո ես մտա իր գրպանից, հափշտակեցի։ Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց եւ առգրավվեց հափշտակված գումարը։ Նախաքննությունն այսքանով սակայն չավարտվեց։ Հետագա գործողությունների ընթացքում մեկ այլ ուշագրավ հանգամանք եւս բացահայտվեց։ Պարզվեց, որ բերման ենթարկվածը ոստիկանությունում այլ անունով էր հանդես եկել։ Նա իդեպ գողության համար արդեն իսկ հետախուզվում էր ոստիկանության մեկ այլ Շենգավիթի բաժնի կողմից։ Փաստի արդի ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։